Հարավ ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցելու եմ ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն հետ, շնորհակալ եմ պարոն Առաքելյան մեր ավերնատուների համար։ Նախորդ անգամ որ երբ մենք զրուցում էինք, քննարկվում էր ինչ-որ համագործակցության ֆորմատներ, հա, առնվազն 1 ամիս առաջ էր դա։ Ինչ որ առաջընթաց կա այս իմաստով, ապրելու երկիրը ինչ ձևով է մասնակցելու ընտրություններին, տարբեր անուններ էին հնչում, մեկ ԲՀԿ-ի հետ գնալու, մեկ ինչ-որ լայն կոնսոլիդացիա տարբեր ուժերի հետ, այդ թվում, չգիտեմ, Հայկ Մարության, Արման Թաթոյան, Ավետիք Չալաբյան, դուք, Լևոն Զուրաբյան, հիմա ոնց հասկանում, այս ուժերի մեծ մասը առանձին են ոնց որ գնում։ Ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Բայց մենք վաղուց ենք կարևորել արդյունավետ համագործակցությունը, ընդ որում այդ համագործակցությունը ինքնանպատակ չպետք է լինի, այսինքն մենք քննարկում ենք այն ուժերի հետ համագործակցությունը, որոնց հետ կար գաղափարական, ծրագրային, գոնե մեծ պատկերի շրջանակներում ընդհանրություններ, ժամանակ էլ շատ չկա, այդ քննարկումները ակտիվ գնում են, այս պահին զերծ կմնամ անուններ տալուց, բայց մեր կուսակցությունը առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում արդեն հրապարակային փուլին կհասնենք, կան որոշակի քննարկումներ, կուսակցությունը անպայման մասնակցելու է ընտրություններին այն արդյունավետ ճանապարհով, որը առաջիկայում կամփոփենք, մի քանի ուժերի հետ էլ կան քննարկումներ ու Հիմա տեսեք, պարոն Առաքելյան, ամենևին չփորձելով թիրախավորել ձեր ուժը կամ ինչ-որ այլ լույսի ներքո ներկայացնել, մի քանի ընտրությունների մասնակցել եք, այո, հավաքել եք տոկոսներ, համայնքային ընտրություններում նաև տեղեր են եղել, հաղթել եք նոյեմբերյանում, Փարաքարում, հա, ինչը ողջունելի է, բայց համապետական իմաստով հիմա շատ են խոսում, խնդրեմ դուք դրան արձագանքեք, շատ են խոսում ուժերի մասին, որոնք վստահ չեն, որ անցողիկ շեմը կհաղթարեն։ Հիմա դուք ոնց որ բացառացիք չմասնակցություն, ամեն դեպքում կուսակցությունը մասնակցելու է։ Այդ պարագայում ինչպես անել, որ հանկարծ չստացվի այնպես, սա միայն ձեր մասին, չի բոլոր ուժերի մասին խոսքը, որ հավաքեն ինչ-որ ձայներ, բայց դրանք բավարար չլինեն խորհրդարան անցնելու համար, եւ ըստ էության իրենց ձայները գնան այն ուժերին, որոնք կանցնեն խորհրդարան։ Չեմ ասում Նիկոլ Փաշինյանն, այն ուժերին, որոնք կանցնեն։ Ու դա ճակերտավոր, հա, այս մեղադրանք եթե համարանք, երևի վերջինը մեր ուժին պետք է ներկայացի, որովհետեւ այս 5 տարվա ընթացքում ընտրական փորձ լավագույնս ունենք, այն արդյունքներն է, որ արձանագրել ենք, այնպես չէ, որ այդ 4% հաղթահարման մասով կարելի ասել, որ լուրջ խնդիր ունենք, բայց միևնույն ժամանակ այո, սթափ ենք գնահատում եւ մեր հնարավորությունները, եւ ռիսկերը, եւ առավելությունները, եւ թերությունները, եւ դրա տեսանկյունից այո, կարևորում ենք այնպիսի արդյունավետ համագործակցություն, որը ընտրողի մոտ կբերի այնպիսի էֆեկտ, որ ավելի շատ ձայներ կհավաքենք, որովհետեւ ընդ որում նպատակը միայն 4%-ի հաղթահարելը չի, հա, ձևավորել այնպիսի խորհրդարան, որտեղ ընդդիմադիր ուժերը կլինեն մեծամասնություն։ Հիմա իրական ինչ է տեղի ունենում։ Արդյոք ընտրություններին միշտ մասնակցում են ուժեր, որոնք ոչ թե որ ասում եք տենց ռիսկ կա անցնել չանցնելու, իհարկե ընտրությունը է, վերջում մարդիկ են քվեարկում, նախորդ որևիցե մեկը չի կարող երաշխավորել, թե ինչքան ձայն կհավաքի։ Բայց այո, ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնք ի սկզբանե գիտեն չեն հաղթահարելու եւ այլ նպատակներով են մասնակցում։ Հիմա կարող ենք ընդունել, կարող ենք չընդունել։ Այդ միշտ եղել է, այս էլ բացառություն չի, չէ՞, ինչ-որ քաղաքական մուտք են սկսում դրանով, քաղաքական կարիերա են անում, քաղաքական առևտուր են անում, այսինքն տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ կա, որոնց մի մասը կարող ենք համարել անընդունելի, առնվազն այս ընտրությունների նախաշեմին։ Բայց հիմա որ ինչ-որ մարդիկ են հայտնվում քաղաքական դաշտում, որ նայում ես իրենց զրո քաղաքական կենսագրություն, Արցախի կորստի ժամանակ կարող է փորփրես մի երկու հատ ստատուս գրած լինեն, այսինքն երբ որ այն ճգնաժամերը, որ մեր երկիրը այս վերջի տարիներին ունեցավ, այդ մարդիկ ձայն չէին հանում ու հիմա ասում են եկել ենք մենք ընտրությունների ենք մասնակցում, այդ ավելի անընդունելի է անկախ դրանից այդ մարդիկ ինչքան ռեյտինգ ունեն, քան որ ասենք ինչ որ կարողա փոքր ձայներ հավաքեն։ Հիմա միշտ է տեղի ունենում, այսինքն ասել, որ բացառենք, որ այնպիսի ուժեր կմասնակցեն, որ ընտրություններում բոլորը 4% կհաղթարեն, չէ, ամբողջ աշխարհում է տենց արդարացի մեղադրանք եք համարում։ Ինքը դες մեղադրանք չասենք, առնվազն կարևոր է, որ քաղաքական ուժերը համարեն, որ սա հերթական ստանդարտ ընտրությունները չէ։ Հիմա երբ որ տեսեք մենք համայնքային ընտրություններին մասնակցել ենք, միտեղ հաղթել ենք, միտեղ պարտվել ենք, այդ նորմալ է։ Աշխարհի վերջը չէ, առավել եւս նոր էինք ստեղծել կուսակցությունը, չէ, ինչ որ տեղերում
Հիմա չենք արձանագրել են արդյունքները, որտեղ ունեցել եք անկակալի։ Կամ եղել է ինչ-որ տեղեր, մտածել ենք, որ հա, մի հատ համայնքա նոր ենք սկսել, նոր թիմ ենք ձևավորել, գնանք 4-5% հավաքենք, քաղաքական մուտք է այդ համայնքում թիմ ես ունենում։ Այդ նորմալ է։ Բայց այս ընտրությունները կարևորությունը բավականին մեծ է, ու այդ տեսանկյունից այո, քաղաքական ուժերը, ովքեր որ ունեն քաղաքական պատասխանատվություն իշխանափոխության տեսանկյունից, այդ ուժերը այո պետքա վերաիմաստավորեն, վերակառուցեն իրենց մասնակցության ձևաչափը։ Բայց եթե մարդիկ կան, որ տես քաղաքական քանդրբազությամբ են զբաղվում, այդ ուժերին մեղադրես չմեղադրես, իրանք գալու են իրանք անելու են դա։ Հա, իրանք հիմա ինչ են, որ անվճար եթեր է, բիլբորդ է, անեն էլի քաղաքական մուտք է, ինչ հմեկի եթերում հայտնվել է, բան էլ կգամ կբանավիճեն, իրանք ցույց կտան, հիմա կան տենց ուժեր անխուսափելի է, ցավոք մեր քաղաքական դաշտն հենց է դեգրադացվել, որ այս դրա հետևանքն է, այս տենց չեմ կարծում որ պետքա զարմանալ։ Վերջի տարիներին որ նայում ենք թե քաղաքական դաշտում ինչ դերակատարներ էին հայտնվում ու նաև շատ հաճախ ինչ ձայներ էին հավաքում, հետեւաբար այդ տեսանկյունից էս զարմանալի չի։ Պարոն Արաքելյան, իշխանությունները 1-2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հիմնավորում էին, թե ինչու չեն կարող բարձրացնել թոշակները։ Հիմա իրենք հասկանալով ըստ էության, երբ որ մենք նայում ենք այսպես իրերի դասավորվածությանը, հերթականությանը, ակնհայտ է դառնում, որ հատկապես Փաշինյանի վերջին մի քանի հայտարարությունները թոշակառուների շրջանում շատ լուրջ դժգոհություններ առաջացրել, եւ շատերի գնահատմամբ սա ընտրակաշառք է թոշակառուներին ընտրություններից առաջ, որովհետեւ եթե իրենք իրական մտադրություն ունեին բարձրացնելու թոշակները, նախ դա բյուջեում արտացոլված կլիներ եւ երկրորդ ընդամենը 1-2 ամիս առաջ իրենց պատառոտելով չէին հերքի, որ չէին պնդի, որ թոշակներ հնարավոր չի բարձրացնել։ Ձեր մեկնաբանությունները։ Այն որ Նիկոլ Փաշինյանը տենց մի թեմայի շուրջ ծայրեղ հակասական դիրքորոշում ներկայացնում, կարծում եմ զարմանալ պետք չի։ Այս թոշակը առաջի դեպքը չէր, ավելի լուրջ հարցերում է, որ տենց մի 2 ամիս հետո կարասի թոշակները պետքա հարկել, կարող եմ որ դա էլ ասի։ Իսկն տենց պետք չի դրա մեջ զարմանալ։ Այո, այդ թոշակառուների նկատմամբ այդ վերաբերմունքը այն այդ 10,000-ն ինչ է կանում, դրա կողքին այդ պարգևավճարների այդ լկտիաբար ներկայացումը ձեր եթերում էլ խոսում ենք դրա մասին, չէ՞ որ լավ ենք անում, ստանում ենք։ Բնական է Նիկոլ Փաշինյանը ունի այդ ինֆորմացիան, տեսնում է, հա, գետնի վրա ինչ է կատարվում, այո, թոշակառուների մոտ կար այդ բացասական վերաբերմունքը եւ դրանով է պայմանավորված, որ սրանով փորձում է սիրաշահել, ընդ որում նայեք 18 թվականից հաշվենք, հա 18 թվականից այսքո մի քանի անգամ թոշակները բարձրացել է։ Ընդ որում եղել է ավելի շատ, քան 10,000, հա, ասենք 18-ին նվազագույն թոշակը ավելի շատ բարձրացավ մի անգամից, հետո 19-ին, 23-ին էլ, այսինքն նենց չի որ առաջի անգամ բարձրանում։ Բայց երբևէ օրինակ Ռուբեն Ռուբինյանը դրա մասին չէր խոսում։ Կամ ինչ որ ԿՊԱ-ական էլի անհայտ падգամավորներ կան, անունները չեմ հիշում։ Այսինքն այս ակնհայտ իրենք եթե թոշակ եք բարձրացնում, հա բարձրացրեք, նորմալ է, այդ ինչ մի իրադարձություն է, չէ՞, եթե իրանք ասում են այս ընտրությունների հետ կապ չունի։ Բայց եթե կապ չունի, մոտես նորմալ է, մենք միշտ է բարձր, բայց ինչ եք խոսում սրա մասին։ Կառավարության որոշումը հաստատեիք, դնեիք այդ մամուլի հաղորդագրությունը, թոշակները բարձրացրել է, անցնեք ձեր գործերին, մենք է մեր գործեր։ Այսինքն ակնհայտ իրենք այն վարկագիծը, որ սա ցույց են տալիս այդ բոլորը, չէ՞, որ միշտ կա, չէ՞, երևի այդ իրանց չաթում այս թեմայից բոլորը խոսած եք, այս թեմայից բոլորը խոսում են, այդ մարդը կապ ունեն թոշակի հետ, այդ ոլորտի հետ։ Չեմնու պաշտպանության նախարարն է ելնի ասի թոշակները բարձրացել են, կարող է ասել է։ Հետեւաբար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր վարկանիշը նաև այն սեգմենտում, որի վրա միշտ մեծ է, հույս է ունեցել ու իրոք այդ սեգմենտը բավականին լոյալ է եղել Նիկոլ Փաշինյանը, հիմա բոլոր տեղերում է խնդիրներ։ Այս երբ 3 հայտարարեցին, որ տես մանկապարտեզների աշխատավարձն են Երևանում բարձրացնում։ Լավ է, թող բարձրացնեն, իհարկե բոլոր այն ոլորտներում, որտեղ բարձրացում է լինում, այդ մարդիկ ծայրահեղ անհրաժեշտություն ունեն այդ թոշակների, այս այնպես չէ որ բարձրացնելուց այդ բոլոր հոգսերը լուծեցին։ Բարձրացնելու դեմ չի բայց որ սենց հա, որ սենց ցույց տան, հա, բայց ցույց են տալի, ասենք երևս կողքից որ նայես, մտածես $10,000 են բարձրացրել, էլի։ Չէ, ակնհայտ է, որ այս ամեն ինչը մեկ անգամ եւս ցույց է տալի, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը վարկանիշը օրնորի ընկնում է, ինչքան էլ իրենք տենց ներկայացնում են մենք խնդիր չունենք եւ ցանկացած փոքր բան ցույց են տալիս, բայց ես վստահ եմ, որ ինչպես թոշակառուները, այնպես էլ մեր մյուս հայրենակիցները ընտրություն կատարելուց այլ ավելի կարևոր գործոններ են կարևորելու։ Այսինքն հա թոշակը բարձրացել է, բայց այս այն հարցը չի,
որը լինելու է ընտրել-չընտրելու գործոնը, այսինքն բարձր կամ ցածր թոշակը չի որոշում կայացնելու։ Ուսով եմ մեծ մասը չի առաջնորդվելու այս սոցիալական խնդիրների կարգավորելով եւ ավելի կարեւոր գործոններով մերժելու է իշխանությանը։ Հիմա հասկանալի է, որ իշխանության համար օգտակար է լինելու քաղաքացիների пассив մասնակցությունը, ընդդիմադիր քաղաքացիների пассив մասնակցությունը։ Իշխանությունը ձևեր ունի եւ գիտի իրեն հավատացողներին ընտրատեղամասեր տանելու։ Ինչ պիտի անեն ընդդիմադիր ուժերը, հավաքական ընդդիմությունը, որպեսզի քաղաքացին, որը դեմ է Նիկոլ Փաշինյանին, գնա ընտրատեղամաս, գնա, չեմ ասում այս կամ այն ուժին ընտրի, գնա, գոնե քաղաքացիական պայմանագրին չընտրի, ցանկացած մի ուժի ձայն տայի։ Հեք, այս ընտրությունները լինելով հերթական ընտրություն հասարակության համար սպասելի են։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ մարդիկ արդեն 1 տարի է գիտեն, որ լինելու է 26 թվականին ընտրություն, կարելի ասել, որ սրբազան շարժումից հետո գրեթե ոչ ընտրական գործընթացով իշխանափոխության շանսերը մոտենում են 0-ի, այնտեղ ինչ որ մի impeachment-ի էլի տենց process գեներացվեց ակնհայտ տապալվող, հետևաբար ակնհայտ է, որ հասարակությունը գիտի, որ այս ընտրությունը լինելու է, ու մենք կարծում ենք, որ հասարակությունը սպասում է, որովհետև չի տեսնում այլ մեխանիզմներ իշխանափոխության, ընդդիմադիրները ինչ պետք է անեն, լավ ասեմ, ինչ պետք է չանեն։ Այո, իշխանությունը շարունակում է տարբեր գործիքակազմով ընտրությունների վրա ազդեցություն ունենալ, վարչական ռեսուրսի կիրառում, ձերբակալություններ, ընդդիմադիրների եւ այլն եւ այլն։ Երբ որ մենք սրան արձագանքում ենք այն դիրքից, որ դե մեկը իշխանությունը ամենձև ընտրությունները կեղծում է, որի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք։ Երբ որ դու ասում ես, մարդկանց ասում են, Ժորջան, մեկը Նիկոլը ընտրվելու է, ինչ ուզում ենք անենք, իրանք ինչ բռնապետ են, ընտրությունները կեղծում են։ Հետո բայց երբ որ վերջի օրը մարդուն ասում ես ախպեր ջան, արի ընտրության, այդ մարդը ասում է, 3-4 տարի է ասում եք, այս ընտրությունները կեղծում են։ Չէ, 3 երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղիղ ասած արդեն կեղծել են ընտրությունները։ Հիմա այս դեպքում սա արդյոք Չէ, դե այդ ապա մոտիվացում։ Այո, մարդիկ դեմոտիվացվում են դրանով։ Երբ որ դու մարդուն քաղաքական գործիչը, որը որ պիտի այդ ընտրություններին տեր կանգնելու պատասխանատուն լինի, այսինքն մենք ինչ ենք ասում ենք Ժորջան, եկեք ընտրության, որը համայնքներում արել են։ Մենք ձեր ձայներին տեր ենք կանգնում, որտեղ մեզ ընտրել եք, արձանագրվել է, որտեղ մեզ չենք ընտրել, ընդունել ենք ի գիտություն ձեր ընտրությունը։ Ու հասարակությունը ինչ է ասում, ասում է լավ, այս ընտրական process-ը բաժանենք երկու մասի։ Իմ գործը այդ ընտրելն է, ձեր գործը այդ ընտրության արդյունքը պահել, արձանագրելն է, իշխանության գալն է։ Հիմա երբ որ դու ասում ես, ես երկրորդ մասը չեմ անում, այն մարդը լրիվ իրավունք ունի, ասի, ես առաջին մասից եմ հրաժարվում։ Իսկ մարդկանց ասում եք եկեք ընտրության, բայց մենք տեր չենք այդ ընտրությանը։ Հետևաբար արդեն կեղծել։ Հա, իսկ չի կարելի նման բան ասել։ Իշխանությունը ունի վարչական ռեսուրսի օգտագործման մեծ ծրագիր, ձերբակալություններ եւ այլն։ Ունի, բայց մի բան արձանագրենք, այդ ամեն ինչը սահմանափակ է։ Այս իրանց վարկանիշը, որ կա այդ 25-30%, այդ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումների գումարվա։ Պարզա չէ, որ լիներ իդեալական ընտրություններ, այս իշխանությունը կարող է շեմը չհաղթահարել։ Իսկ որ վարչական ռեսուրս չլներ, ճնշումներ, ձերբակալություններ, այս քարոզչական այս տրյուկները, այդ ամեն ինչը երբ որ չլիներ, սրանք հա այնպես կարող 10% լավ հավաքեն։ Հետևաբար, երբ որ դու նայում ես իրանց վարկանիշը, այդ այսպես կոչված կեղծիքներն է հետն է։ Նույնիսկ դրանով հանդերձ, այդ ամիջը անսահմանափակ չի, չէ՞, լավ, վարչական ռեսուրս բանը, ինչ որ սահմանափակ, պայմանական ասած այդ 100,000 ձայնն է։ Ինչ է, այսինքն պետական աշխատողներին պիտի տանեն։ Հա, ասում են գնացեք ընտրության, բայց անկեղծ եմ ասում, այս ընթացքում հատկապես վերջին ամիսներին միայն ես մի քանի տասնյակ պետական աշխատողներ եմ հանդիպել փողոցում, ասենք ինչ որ խանութում, սուպերմարկետում, ովքեր մոտենում, նախ շնորհակալություն են հայտնում, երկրորդ էլ ուղղակի զզվում են այս իշխանությունից, այսինքն հիմա լավ, այդ վարչական ռեսուրսը կիրառվեց, այս մարդուն ստիպեցին գտնալ ընտրատեղամասեր, դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանը։ Այո, որովհետեւ չի որ բոլոր պետական աշխատողները կողմ են Նիկոլ Փաշինյանի։ Մի կարևոր բան է կա, հիշենք նաև այս իշխանության նույն 18 թվի գլխավոր այսպես կոչված, չէ, ձեռքբերումներից մեկը պետք է լիներ ազատությունը, որ մարդիկ էլ չեն ճնշ։ Ու երբ որ մարդիկ այդ զգացողությամբ 18 թվին թեկուզ ինչ որ կարճ ժամանակ ապրել են, հիմա այո, դա հակառակ էֆեկտն է տալ։ Այսինքն մարդիկ այսպես ասած վայելել են այդ ազատության զգացողությունը։ Ու մի բան էլ արձանագրենք։ 18 թվից առաջ էլ արդեն քիչ-քիչ աստիճանաբար խոսենք, որ ընտրական գործընթացները գոնե տեղամասի մակարդակով էականորեն բարելավել է։
ու նաև այսօրվա հասարակության ազատությունը, ինֆորմացիայի ազատությունը։ Հիշենք այն ժամանակ հիշում եք, չէ՞, ասում են գրիչի վրա կամերա կա, այտենց բաներ պատտվում, որ մի մասը այտենց այդ հավատում էր դրան, գնում ընտրում էր։ Հիմա այսքի գրիչով է չենք ընտրում։ Այսինքն այսօր շատ դժվար է նույնիսկ վերահասկել ու մարդիկ գիտեն այդ։ Այսինքն այն առաջվանը չի էլի, որ մարդուն կարաս ասես ես ստուգ եմ ումես ընտրել։ Ոնց է ստուգելու։ Ոչ ճիշտ կա այն դնում, որ մեմա քվեաթերթիկը տանում գցում ես։ Հետեւաբար այդ տեսանկյունից մարդիկ նաև շատ ավելի մեծ ազատության ընկալում ու ինֆորմացիա ունեն, որ տենց հեշտ չի լինելու այդ վարչական ռեսուրսով վերահասկելը։ Իսկն հիմա անդիմությունը ինչ պետք է անի։ Դաթարի ես դեմոտիվացնել մարդկանց, ասի եկեք գնացեք ընտրության, ու շատ լավ է որ արդեն ակնհայտ է որ բազմաթիվ ընդդիմադիր ուժեր են մասնակցում, ընտրությունների վերահսկողության մասով ունենանք համերաշխություն, համատեղ հիմա վստահված անձանց, դիտորդների, լրագրողների մասով, ու տենց մեծ աշխատանք չի, ընդամենը ինչա 2000 տեղամաս է, եկեք մեր բոլորս ուժերը համատեղենք, նաև խորհրդարանական ընդդիմությունը նաև հանձնաժողովներում է տեղեր ունի, չէ՞, հուսով եմ այդ տեղերը վերցրելա, հավատարիմ մարդիկ պետքա որ այդտեղ լինեն։ Այսինքն ընտրությունների վերահսկողության մեխանիզմը բոլոր տեղերը տեսախցիկներով ես չեմ կարծում, որ շատ ավելի բարդ է, քան տենց ներկայացնում են, հետեւաբար նախ այլ լուծում չկա։ Այս ընտրությունները միտինգ չի, որ ասենք լավ այսօր չստացվեց, վաղը էլի կանենք։ Իսկն ամենայն լրջությամբ ու պատասխանությամբ պետք է մոտենանք, էլի, ես չենք կարող այս ընտրությունները ասես պրավալ տանք, հետո ասենք դե լավ գնանք 31 թվին մասնակցենք։ Իշխան կա նաև այսպիսի տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է թվանկարչության կամ վերջին պահին իրենք օրենք են չի ընդունել, Ալիևը կարող է սահմանին ինչ-որ խժդժություններ արել, ռազմական դրություն հայտարարեն եւ այդ օրենքով մինչեւ պաշտոնական արդյունքների հրապարակումը կարելի է չեղարկել արդյունքները, սրա դեմ ինչ կարող է անել ընդդիմությունը։ Թե ժողովրդի կամքը որ եղավ, եթե ժողովրդի կամքը եղավ ու արձանագրվեց ընտրություններով արդյունքներ, նախ այդ օրենքը հետո խմբագրեցին, որ եթե այդ ընտրությունները ավարտվում է, էլ այդ արտակարգ դրության ռեժիմում մեկաձայների հաշվարկը պետք է արվի, այսինքն ինքը տենց օրվա ընթացքում մենակ կարան ու բացառիկ դեպք է, տենց անկեղծ ասած, տենց շատ ծայրահեղ սցենար եմ համարում։ Եվ այս բերել են, չէ, ինչ որ իրենց մտքում ինչ որ անկում կա ուրեմն։ Ես ավելի շատ էս կարծում եմ, որ սա նաև այդ վախի այդ ընտրական, որ էս էլ է մի հատ բան, որ ընդդիմություններն այդ կուտը կերավ մի մասը, նաև հանրության մոտ, հիմա այս դե հեսա տենց մեկա, էսե այդ բանից է, որ ինչի անենք, մեկա չի ստացվի։ Ինքը ոչ մի բան չանի, բայց այս հնարքներ են գցում, որ իրանք չեն օգտագործելու, ասում են, բայց թող վախենա, հիմա եթե սրանից մի մարսը պիտի հիասթափվի ընտրության չգա, իրանք ձեռ է տալիս։ Ես եթե ընտրության արդյունքներով փաստացի արձանագրվի ժողովրդի կամքը, ես վստահ եմ, որ հետընտրական process-ն էլ է բավարար իշխանափոխության, բայց մյուս կողմից միևնույնն է Նիկոլ Փաշինյանի նպատակը ինքը իր անձնական շահն է եւ դե Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ իշխանությունը կորցնում է, ընդհանրեն մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը իր գլխի ճարը կտեսնի, հետո մնացածը մտածեն ինչ են անելու էլի։ Մնացածը կարծեք թե մի մասը արդեն մնացել են ռուսյան խոսքա Զաբարտոմ, այսինքն այս ընտրություններով բավական շատ քպականների դուրս թողեցին քննական process-ից։ Հիմա կա կարծիք, որ եկեք այս նեղացած քպականներին օգտագործենք impeachment-ի գործընթացի համար։ Պատգամավորներ կան, չէ՞, որ ցուցակին նայելու են, հիմա հասկանալու որ իրենք հաստատ չեն անցնելու, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը իշխանություն լինի։ Տեսական է, ես չեմ կարծում նախ, որ խորհրդարանական ընդդիմությունը այսօր այդ ռեսուրսն ունի impeachment անելը, որովհետև նայեք impeachment-ը ինքը հանրային ճնշման հետևանք պետք է լինի, ոչ թե գործոն։ Իսկ այդ հանրային ճնշումը երբ որ լինում է փողոցում, impeachment-ը դառնում է գործոն։ Հիմա նույն տենց մի քիչ այլ օրինակ է, նույն 2018 թվականին էլ չէ, հիմա փաստացի մեծ հաշվով impeachment-ի նման մի բան տեղի ունեցավ խորհրդարանում, չէ, ընտրեցին Նիկոլ Փաշինյանին այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց այդ հոչ ընտրեցին գնալ համոզելով։ Փողոցի ճնշման հետևանք էր։ Հիմա երբ որ փողոցում ճնշում է լինում, այդ impeachment-ը, այսպես ասած, տեխնիկական հարց է, որ փողոցում ճնշում եղավ Նիկոլ Փաշինյանը խելոք հրաժարական կտա։ Իսկ եթե դու չունես այնքան փողոցային ճնշում, որ չես կարող հասնես Նիկոլ Փաշինյանի հրաժարական, հետեւաբար impeachment-ին չես կարող հասնես։ Հիմա գնալ այդ մարդկանց ասել, դե նեղացել եք։ Ես չեմ կարծում նախ Նիկոլ Փաշինյանը այդ մասով լավ էլ փորձում է կոորդինացնել, այն մարդիկ, որոնք ցուցակում չեն, վստահ եմ ամենքին մի խոստում տվել է, լավ կլինի, դու հետո ստեղ կաշխատես, այնտեղ կաշխատես, գոնե այս փուլում ես տեսնում եմ, որ ինքը փորձում է այնպես անել, որ ոչ մեկ նեղացած չլինի, որևէ ռիսկերի առաջ չկանգնի ինքը։ Այսինքն այդ շատ
տեսական է դա։ Հա, տեսական է, առավելևս ինչ որ ժամանակ է չկա, նաև կարող տենց օրենսդրական տեսանկյունից էլ արդեն հասնում ենք այն փուլին, որ որևէ տրամաբանություն չկա դա։ Շատ լավ, այս պահին եղած տվյալները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, եթե որևէ կտրուկ փոփոխություն չլինի, ընդդիմությունը կարողանա ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Ինչպիսին պիտի լինի այդ կառավարությունը ձեր գնահատմամբ, ինչ կրիտերիաներով պետք է ընտրվի կոնսենսուսային վարչապետ, սա մեկ, եւ երրորդը արդյոք այդ կոալիցիոն կառավարությունը պիտի պարտավորություն վերցնի, քանի որ ազատվել են քաղաքացիական պայմանագրից, շատ կարճ ժամանակ հետո փոխել ընտրական օրենսգիրքը, նոր ընտրություններ կազմակերպել։ Կոալիցիոն կառավարության ձևավորումը բազմիցս Գուցե նաև փոխել սահմանադրությունը, բազմիցս առիթ եղել է, հա, խոսելու, ձեզ հետ էլ ենք զրուցել։ Մենք կարևորում ենք նաև այն տեսանկյունից, որ այս մեկ անձի իշխանությունը վերանա։ Այսինքն, երբ որ խորհրդարանական ուժերը մի քանի կուսակցություններից են բաղկացած լինում, կոալիցիոն կառավարություն է ձևավորվում, այսինքն վարչապետը փաստացի չի ունենում ազգային ժողով։ Այսինքն վարչապետը կարող ունենա ազգային ժողովում, ասենք 15-20 падգամավոր։ Այսինքն սա նշանակում է, որ ազգային ժողովը չի դառնում վարչապետի գործիքներից մեկը, որը հիմա է։ Այսինքն ազգային ժողովը կարողանում է դառնալ նորմալ ազգային ժողով, քննարկումներ, դեմ, հա, պայմաններ դնել, որ այս հարցը սենց պետքա լուծվի, այսինքն կախվածություն է լինում, առավել եւս ակնհայտ է, որ խորհրդարան կոալիցիան կառավարության ժամանակ խորհրդարանում լինում են ուժեր, որոնք վարչապետի ուժը չեն, այսինքն այլ ուժեր են, որոնք ավելի մեծ ազատություն են ունենում լծակներ գործադրել եւ բազմաթիվ հարցեր լուծել։ Դա շատ կարեւոր է մեզ համար։ Իսկ թե ինչ ձևաչափ լինի, կարծում եմ, որ բոլոր ուժերում է կլինեն արհեստավարժ մարդիկ, հիմա այսօր կան անդիմադիր ուժեր, որտեղ հիմա կան տնտեսությունից հասկացող, իրավաբանությունից հասկացող, այսինքն ամեն մեկը իր պատասխանատվությունը վերցնի, վարչապետի մասը հիմա տեսնենք ովքեր են մասնակցում, ինչ արդյունքներ է լինելու, շատ կարևոր է նայեք, որ վարչապետի թեկնածուն լինի նաև անձ, որը ոչ միայն այս հնարավոր կոալիցիայի համար կլինի ընդունելի, հասարակության համար է կլինի ընդունելի, կամ գոնե հասարակության համար չլինի անընդունելի։ Այսինքն այս բևեռացված անձանց, որտեղ այսօր մենք տեսնում ենք, չէ, որ անկախ նրանից յուրաքանչյուրը ունի ռեյտինգ, բայց ունի նաև զգալի անձի ռեյտինգ։ Այսինքն երբ որ լինում է մի անձ, որը նույնիսկ եթե 20% ձայն է հավաքել կամ 30-40, բայց երբ որ էլի հասարակության մի հատվածը այդ մարդու նկատմամբ ատելությամբ է լցված, այդ շատ բացասական է լինելու։ Էլի հասարակության մի հատվածը չի ընդունելու այդ վարչապետը։ Ու կարծում եմ, որ այսօրվա բայց հնարավորապես կա մարդ, որ հասարակության բոլոր շերտերը ընդունեն։ Ընդունել չէ, գոնե անընդունելի չլինի, գոնե ատելություն չլինի, ոնց ասենք կան մի քանի գործիչների նկատմամբ։ Ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, մեր դիրքորոշումը այն է, որ առնվազն վարչապետի լիազորությունների էական կրճատում պետք է լինի, ու լավագույն մոդելը այդ կիսանախագահական մոդելն է, բայց ինքը դե տարբեր ձևաչափեր կարող է դրսևորել, հա, այսինքն այս գործող համակարգն է մնում, բայց նույն վարչապետի լիազորությունների մի մասը տրվում է նախագահին կամ խորհրդարանին, որովհետև մենք տեսանք, որ այս 15 թվի սահմանադրությունը նաև այս կառավարման մոդելի թերությունների ու ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով առնվազն լիքը ռիսկեր չկարողացան զսպել։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Արաքելյան, դեռ հստակեցումներ որ ունենաք, խնդրեմ հյուր գալ եւ այդ ժամանակ արդեն կհասկանաք ինչ ձևաչափով եք դուք մասնակցում ընտրություններին, ինչ կարգախոսով, առաջարկով, շնորհակալ եմ։ Ես չստեմ զրուցում եի Մեսրոպ Արաքելյանից, տեսություն կհանդիպենք։